Հայաստանում հրապարակվել են ամերիկյան հեղինակավոր միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Հարցումն իրականացվել է 1505 քաղաքացիների մասնակցությամբ։ Հրապարակված տվյալները կրկին փաստում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շարունակում է մնալ քաղաքական դաշտի առանցքային ու առաջատար ուժը։ Ըստ այդ հարցման, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, առաջին տեղում կհայտնվեր իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հարցվածների 29%-ը նշել է, որ կքվեարկեր քաղաքացիական պայմանագրի օգտին, ինչը զգալիորեն բարձր է մյուս քաղաքական ուժերի ցուցանիշներից։ Վերլուծելով կուսակցությունների վարկանիշները պարզ է դառնում, ընդդիմադիր ուժերը մեծ տարբերությամբ զիջում են ՔՊ-ին։ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցություն 11%, Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինք 4, ԲՀԿ 2, իսկ ցանկում տեղ գտած մյուս քաղաքական ուժերը մեկական։ Այսպիսով ընդդիմադիր քաղաքական ուժերը թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական միասին նույնիսկ չեն կարողանում ձևավորել այնպիսի աջակցություն, որը կհամեմատվի իշխող կուսակցության ցուցանիշի հետ։ Վերլուծաբանները նշում են, որ ընդդիմադիր դաշտը շարունակում է մնալ մասնատված եւ առանց միասնական օրակարգի։ Հարցումը ցույց է տալիս նաեւ, որ չնայած կողմնորոշված քաղաքացիները նախապատվությունը տալիս են գործող իշխանությանը, սակայն մեծ է նաեւ չկողմնորոշվածների թիվը։ Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների վարկանիշին, ապա այս դեպքում եւս առաջին հորիզոնականում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցվածների մոտ 20%-ը նրան անվանել է ամենավստահելի քաղաքական գործիչ, ինչը զգալիորեն գերազանցում է մյուս քաղաքական գործիչների ցուցանիշներին։ Օրինակ, գործարար Սամվել Կարապետյանին վստահում է մոտ 10%-ը, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մոտ 5%-ը։ Հարցման կարևոր հատվածը վերաբերում է նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացներին։ Այն բացահայտում է քաղաքացիների աջակցությունը երկրի անվտանգության եւ խաղաղության օրակարգին։ Ըստ տվյալների 47%-ը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, ինչը փաստում է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի արդյունավետ դերակատարությունը տարածաշրջանում կայունություն ապահովելու հարցում։ Քաղաքագետները նշում են, սա ցույց է տալիս, որ հասարակության զգալի հատվածը կարևորում է տարածաշրջանում կայունության հաստատումը եւ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի նախաձեռնած խաղաղության օրակարգին։ Հարցման արդյունքներին անդրադարձել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա իր տելեգրամում արված գրառմամբ ընդգծել է, որ հրապարակված տվյալները հերթական անգամ ցույց են տալիս իրական քաղաքական պատկերը։ Հակառակ այն պնդումների, թե իշխանությունը հասարակական աջակցություն չունի։ Նրա խոսքով նույնիսկ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հարցումները փաստում են, որ իշխող ուժը շարունակում է մնալ երկրի ամենազդեցիկ քաղաքական ուժը։ Ահա Հայաստանի Հանրապետությունում ամերիկյան ամենահեղինակավոր միջազգային հանրապետական ինստիտուտի ընկերության կողմից անցկացված վերջին հարցումները, թե հիմա թող նորից իրենց ճղեն պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է, իրենք ունեն հակառակ պատկերը եւ իրենց հանգստացնեն։ Վերլուծաբանները հիշեցնում են նաև նախորդ ընտրությունների փորձը։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել էր 54% ձայն, ապահովելով խորհրդարանում բացարձակ մեծամասնություն։ Նրանց գնահատմամբ ներկայիս հարցումների միտումները ցույց են տալիս, որ իշխող ուժը շարունակում է պահպանել զգալի առավելություն քաղաքական դաշտում։ Փորձագետները նշում են, նման պատկեր է նկատվել նաև տեղական ընտրությունների ժամանակ։ Օրինակ, Գյումրիում անցկացված վերջին ընտրական գործընթացներում քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնատուները հավաքել են զգալիորեն բարձր արդյունքներ, որոշ տեղամասերում ստանալով կրկնակի ավելի ձայներ, քան մրցակից քաղաքական ուժերը։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխող ուժը շարունակում է ունենալ կայուն աջակցություն մարզերում։ Ընդդիմադիր դաշտի բաժանվածությունն ու միասնական օրակարգի բացակայությունը միայն ամրապնդում են գործող իշխանության դիրքերը։ Քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ ներկայիս սոցիոլոգիական տվյալները ցույց են տալիս, որ առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ակնհայտորեն ունի առավելություն, շարունակելով մնալ գլխավոր ֆավորիտը։ Ըստ նրանց, ընդդիմադիր դաշտի մասնատվածությունն ու միասնական քաղաքական օրակարգի բացակայությունը մեծացնում են հավանականությունը, որ իշխող ուժը կարող է կրկին ստանալ ընտրողների զգալի աջակցությունը։ Այսպիսով, միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հրապարակված սոցիոլոգիական տվյալները փաստում են, թե Երևանում, թե մարզերում հասարակությունը կրկին նախընտրում է իր ապագան կառուցել գործող իշխանության հետ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։